Քաղաքականություն են բերել ոչ թե ես դասական քաղաքական գործիչ եմ, այսպես ասած, որ կուսակցական պայքարի մեջ եմ եղել եւ այլն, այլ կամ քաղաքականությամբ եմ մտածել միշտ զբաղվել, այլ ինձ այս քաղաքականություն են բերել մարդկանց կոնկրետ խնդիրները։ Երբ ես անընդհատ տեսել եմ ինչքան խնդիրներ կան եւ ամեն մեկը իր կարգավիճակում, դուք որ կարգավիճակում չի բավականացնում հնարավորությունները, որ լուծես։ Եվ ես հասկացել եմ, որ իրականում պետք է հենց որոշում կայացնողը դու լինես, որ կարողանաս իրականում ժողովրդի վստահությունը ունենալով, որպեսզի որոշումները կայացնես։ Եվ հատկապես ինչ նկատի ունեմ այսօրվա այսքան խնդիրներից։ Տեսեք, հիմնական հարցերը, որ պետական համակարգը այսօր կենտրոնացված է մեկ անձի ձեռքում։ Դու շատ լավ բնորոշեցիք։ Ամեն ինչը, մյուսը կամայականությունը։ Ով ինչ ուզի կանի, օրինակ, սկսած ամենափոքր հարցից ազգային ժողովի դարպասները բացել էին, կամայական որոշման փակեցին։ Վերջացած աշխատանքից մարդկանց ազատումներով, Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի տնօրենին, դպրոցի տնօրենների եւ այլն։ Այ հենց այդ է, որ մեր երկրում այդպես չպետք է լինի։ Կնոջ տիկնոջ վրա գորալը, որ տեսնում եք, չէ՞։ Սա ինչ է, սա այն արատավոր բարքերն են, որ այո, բայց նաեւ այն անպատժելիությունն է, որ իշխանություն ունեցող մարդը կարա զգա, որ ինքը շրջապատված է թիկնապահներով, կամ ոչ միայն իշխանություն, ոչ միայն պետական, այլ ինչ որ, չգիտեմ, խմբեր, մեծահարուստ կլինի, ով ուզում է լինի, այդպիսի ցավոք սրտի դեպքեր շատ են եղել մեր հանրապետությունում։ Հիմա մեր խնդիր նպատակներից է նաև այնպես անել, որ վերանա նման դեպքերը, որ մեր քաղաքացու նկատմամբ sense դատապարտելի վերաբերմունքը, որ վերանա, որ կապ չունի քաղաքացին եկե մոտեցել է պաշտոնյային, ճիշտ է, սխալ է ինքը, կարող է լավ հենց այդ սխալ հարց է բարձրացնում, բայց ինչ իրավունք ունի պաշտոնյան, այն երկրի բարձրագույն պաշտոնյան, թույլ տա իրան, այդպես խոսա մարդու հետ։ Եվ հիմա տեսեք ուր ենք եկել հասել։ Մարդկանց այսօր համատարած մենք այդ թեժգիծը որ ստեղծեցինք այս ընտրությունների ընթացքում, այն բանից հետո երբ զգացինք, որ մարդկանց վախեցնելու դեպքերը, անհանգստացնելու համատարած են ուղղակի, համակարգված աշխատանք է պետք, ինչ են անում հիմնականում համայնքապետերի միջոցով, չգիտեմ, մարզպետարանների միջոցով, տարբեր նախարարությունների միջոցով ոնց են վախացնում մարդկանց։ Մեկին ասում են, գիտես դու քաղաքում աշխատող երեխա ունես, այն մեկին ասում են ուսուցիչ է դպրոցում աշխատում, այն մեկ եւ այլն, ամեն ինչ անում են մարդկանց հեռու պահեն ընտրություններից։